Հայաստանի 2024-2025 թվականի ձմեռը հիդրոօթերևութաբանական դիտարկումների պատմության մեջ եղել է ամենաչորը 1935 թվականից հետո։ Ձմռանը տեղումները կազմել են նորմայի 49%-ը, հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի խոսքով հատկապես չորային է եղել հունվարը, երբ ամսական տեղումները կազմել են նորմայի 18%-ը։ Այն երկրորդ չոր հունվարն էր հիդրոօթերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում 1999 թվականից հետո։ Դեկտեմբերին և փետրվարին ամսական տեղումների քանակը կազմել է նորմայի համապատասխանաբար 45 և 79%-ը, մի շարք կայաններում 30-ից 40 օր անընդմեջ ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել։ Գետավազաններում կուտակված ձյան ըստ Լևոն Ազիզյանի, վարարումների շրջանում կձևավորեն նորմայից բացասական շեղումներով հոսքի ծավալներ։ 2025 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները հանրապետությունում կանխատեսվում է նորմայի 50-ից 90%-ի սահմաններում։ Առավելագույն ելքերի անցումները կանխատեսվում են մայիսի 1-ին և 2-րդ տասնօրյակներում։ Ջերմաստիճանների կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա տարածությունների համար հնարավոր են ջրածածկումներ, որոնց վերաբերյալ առավել հստակ կանխատեսումներ հնարավոր է տալ միայն 3-ից 4 օր առաջ, երբ հստակ կանխատեսվում են մոտեցող տաք օդային ալիքները և ինտենսիվ անձրևները։ Ապրիլի 1-ից հուլիսի 1-ը կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-ից 29 սանտիմետրով, մոտ 13 սանտիմետրով ցածր անցյալ տարվա նույն ժամանակահատվածի բարձրացման ցուցանիշից։ Ըստ կանխատեսումների այս տարի ջրամբարներում 15-ից 20% քիչ ջրալցվածություն է սպասվում։ Դիտարկվող 5 խոշոր ջրամբարների առավելագույն լցվածությունը կանխատեսվում է Ախուրյանի ջրամբարում 100% լցվածություն, Արփիլից ջրամբարում 55-ից 60% լցվածություն, Ապարանի ջրամբարում 45-ից 50, Ազատի ջրամբարում 85-ից 90%, Մարմարկի ջրամբարում 95-ից 100%։ Ըստ հիդրոօթերևութաբան Գագիկ Սուրենյանի, առաջիկա 10 օրերին օդի ջերմաստիճանի անկում չի կանխատեսվում։ Օր-օրի փոքրանում է ցրտահարության ռիսկը հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում, և այս պահի վերլուծությունների արդյունքում, այս պահի գնահատմամբ կարծում ենք, որ հանրապետության հովտային և նախալեռնային հատվածներում այս տարի ցրտահարության դեպքեր ի ուրախություն մեզ չենք ունենալու։ Սուրենյանի խոսքով հանրապետությունում ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով, տեղումների քանակը լինելու է նորմայի սահմաններում։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։